Որ ուղղություններով մեր ընտրանին պետք է աշխատի հայկական, որպեսզի մենք այդ ճգնաժամը դիտենք որպես հնարավորություն եւ բարեփոխվենք։ Ինչպեսին պետք է լինի այդ անցումային փուլը, որպեսզի մենք ասենք, որ այո, մենք պատրաստ ենք իրական հանրապետական կառավարման։ Փաստորեն մի կողմից դա լավ է իշխող համակարգի համար, բայց դա վատ է հանրության համար։ Վարչապետ, որը խոսում է, որ բնակչությանը կրթել է պետք, բայց նույն վարչապետը ասում է, որ մենք տգետ ենք։ Ուզում է ցույց տա իր խիզախությունը, որ ինքը ինքնակնդադատ է եւ ինքն իրեն ասում տգետ, որպեսզի մյուսները իր կառավարության անդամները չվիրավորվեն։ Հիմա 7 տարի անց ասում է, որ մենք ունենք գաղափարախոսություն, նոր գաղափարախոսություն, հա, եւ այդտեղ ինչու՞մն է ամենակարևոր թերությունը գաղափարախոսության։ Ինչպես գտնենք այդ լուսավորյալ բռնապետին, առաջնորդին, մարգարեին, ինչպես գտնենք։ Մեր վտանգները, խոչընդոտները ավելի մեծ են, բայց ես այդ հարցում լավատես եմ։ Չէ։ Нет. Это не то. Անցած անգամ մենք քննարկեցինք ազգային պետությունը, նշանակությունը եւ իմաստը եւ ինչու առանց ազգային պետության մենք հայերս գոյություն չենք կարող ունենալ։ Այսօր այդ թեմայի շարունակությունը տրամաբանական մենք քննարկենք Նիկոլո Մաքիավելի հանրապետությունը ընդդեմ Նիկոլի հանրապետության, ինչու, որովհետեւ Նիկոլո Մաքիավելին հանդիսանում է քաղաքական ռեալիզմի եւ քաղաքական փիլիսոփայության հիմնադիրը եւ նա շահեկանորեն առանձնանում է քաղաքական փիլիսոփայության մեծ մտածողների շարքում եւ նա ձևակերպել էր հանրապետության հիմնական 5 հատկանիշները, որի մասին պարոն Մարտիրոսյանի հետ նույնպես կխոսենք, ինչպես նաեւ տվել էր տիրակալի եւ ոչ միայն այդ Տիտուս Լիվիուսի 10 առաջին 10 գրքերի շուրջ իր մտորումներում բավականին հետաքրքիր ձևակերպումներ, որոնք արդիական են առ այսօր։ Օրինակ դրանցից մեկը, երբ նա ասում է, որ հանրապետությունը կառավարում էին անբարեխիղճ կամ անփորձ մարդիկ, ովքեր չէին ցուցաբերում վճռականություն եւ ազգային տեսլական։ Նրա մտքերը եւ նրա գաղափարները ինչով են առանձնանում հանրապետության հետ կապված, խնդրեմ։ Նիկոլո Մաքիավելին արդեն 500 տարի է մնում է շատ հակասական կերպար, երևի չկա այդպիսի մտավորական եվրոպական, որի գրառումները մինչ այժմ գիտնականները քննարկում են, տարբեր մեկնաբանություններ են ներկայացնում։ Այս վերջերս էր Wall Street Journal-ը բացում եմ, ուրեմն գրված է Թրամփի Մաքիավելյան ոճի սահմաններ կան, հա։ Ինչու որովհետև Մաքիավելի դարավ ոնց որ պիտակ, հա, սկսված Ելիզավետական Անգլիայից, երբ Շեքսպիրը Օթելլոյում Յագոյի կերպարով ոնց որ ուզում էր ասել, որ սրանք են Մաքիավելի սկզբունքները, բայց դա իհարկե շատ սխալ էր։ Դա ոչ մի առնչություն չունի Մաքիավելի նույնիսկ ամենահայտնի ուրեմն տեքստի հետ, որը տիրակալն է։ Մենք պետք է նայենք, տեսնենք ինչ էր տեղի ունենում իրոք Ֆլորենցիայում, ինչու Ֆլորենցիան ձևավորվեց հենց իբրև հանրապետություն, որովհետև վերադառնալով Ծիլիի տեսությանը, հեչ պարտադիր չէր, որ ազգային պետությունները, որոնք անցան երկար ճանապարհ միջև եւ 19-րդ դարում բոլորը ձևավորվեցին որպես ազգային պետություններ, անցան տարբեր ճանապարհներ եւ ազգային պետությունները ստանում էին տարբեր տեսակներ։ Բոլորը չէին, որ դարձան հանրապետություն։ Եվ նույն Իտալիան սկզբից հանրապետություն չէր, միապետություն էր, այլ հանրապետությունները, որոնք որ ստեղծվեցին եւ ամենահայտնի հանրապետություններից մեկը երևի Միացյալ Նահանգներն էր, որովհետեւ նոր դարում միջև նույնիսկ ֆրանսիական հեղափոխությունը հռչակվեց իբրև հանրապետություն եւ երբ որ Բենջամին Ֆրանկլինը դուրս եկավ Սահմանադրության ժողովի աշխատանքի ավարտից հետո, մի կին իրեն հարցրեց, իսկ ինչ պետություն ենք ունենալու, ինքը ասեց հանրապետություն, եթե կարողանալու ենք պահել։
Եկեք միասին փորձենք նաև հիմա տալ հին Հռոմից մինչև այսօր գոյություն ունեցող հանրապետությունների ընդհանուր գծերը։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, պետության գլուխը ընտրվում է, այլ ոչ թե ժառանգաբար փոխանցվում է իշխանությունը։ Երրորդը դա իրավունքի գերակայություն, այսինքն կառավարումը տեղի է ունենում օրենքների հիման վրա։ Չորրորդը իշխանությունների տարանջատումն է, ասում այսօր պահն է, որ մենք դա նույնպես բացահայտենք մեզ համար արդյոք Հայաստանում կա իշխանությունների իրական տարանջատում, եւ հինգերորդը քաղաքական կյանքում քաղաքացիների մասնակցությունն է։ Դե մենք պետք է ամեն մի այդ տարի վրա ուշադրություն դարձնենք։ Նախ եւ առաջ, եթե նայում ենք Ֆլորենցիային 13-րդ դարվա վերջից ձևավորվեց որպես հանրապետություն, որովհետեւ Պոպոլոն եւ Պոպոլո ասելով իրանքի նկատի ունեին ամբողջ բնակչությունը։ Քաղաքը, որ պատկերացնենք, քաղաք-պետությունը, որ պատկերացնենք եւ մի քանիսն էին այն ժամանակ Իտալիայում, Վենետիկը, Միլանը, Նեապոլը եւ այլն, Ռոմը որպես պապական ուրեմն տարածքներ։ Մենք պետք է հասկանանք, որ Ֆլորենցիայի արագ աճը եւ ազատագրումը սուրբ ռոմեական կայսրությունից, որը ոչ սուրբ էր, ոչ ռոմեական էր, ոչ կայսրություն էր, դա գերմանական ուրեմն պետությունների միավորում էր, ստեղծեց պայմաններ, երբ որ Պոպոլոն 100,000-անոց քաղաքում դա մոտավորապես 3,000 մարդ էր կազմում, ովքեր էին պարզավոր առաջինը երևի խոշոր հողատերներն էին, ազնվականները, հետո գալիս է նոր խավ, որը որ նոր է ձևավորվում, դա վաճառականների խավն է, արհեստավորների խավն է, եւ մնացած բնակչությունը։ Եվ այդ հանրապետությունը փաստորեն ձևավորվում է այդ 3000-ի շահերը սպասարկելու համար, ճիշտ ձևով կառավարելու եւ այլն։ Բայց նրանք դա փոխ էին առել հռոմեական կառավարման ձևից։ Դե դա արդեն Մաքիավելին է, մենք դրան դեր կհասնենք, եւ ստեղծվեց հանրապետություն, բայց այդտեղ կապիտալի դերը շատ կարեւոր է։ Այդ ժամանակ ոչ միայն վաճառական, ուրեմն տնտեսությունն է, բայց շատ կարեւոր է բանկերն է սկսում ստեղծվել, հա, առաջի բանկերից մեկն է դա Կոզիմո Մեդիչի հայրը մեծը, որ ստեղծում է, շատ հաջողակ է լինում, փաստորեն ինչի մասին է խոսքը գնում, որ եթե գումարի պահանջ կա, իրանք կարող են այդ գումարը հատկացնեն, իսկ Ֆլորենցիայում իրանք այդ գումարը կհատկացնեն նրան, ով այդ գումարը հատկացրել է ոսկե Բրուգեում կամ Անտվերպենում կամ Լոնդոնում կամ որևէ միտեղ։ Հսկայական հարստություն, Կոզիմո Մեդիչիից սկսած իր թոռը Լորենցո Հիանալին, երբ որ բացեց իր պապու բոլոր գործարքների գրքերը, պարզվեց, որ եթե մենք այսօր ChatGPT-ին հարցնենք ինչ գումարների մասին է խոսքը գնում է նրա մասին, որ մոտավորապես 260 միլիոն դոլար իր պապը հատկացրել էր տարբեր հանրային գործերի համար։ Եկեղեցիներ, գրադարաններ, չեմ ասում, որ այդ ժամանակ արվեստը ապրում է վերածնունդ, հա, եւ Ֆլորենցիան դառնում է ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Ստեղծվում է ուրեմն հաստորեն օլիգարխատ, որը որ առաջի տեսքից ոնց որ թե հանրապետություն է, որովհետեւ կան բոլոր ինստիտուտները, կա այսպես կոչված սինյորիան, կա ժողովը, հա, կա նույնիսկ հատուկ տասնյակը, որը որ զբաղվում է անվտանգության եւ ճգնաժամային պահերի կառավարմամբ եւ այլն, բայց դրա հետևը պարզ է եւ դրա մասին է գրում Նիկոլո Մաքիավելին, որ գործում է դե ֆակտո օլիգարխատի ուրեմն կառավարման մեթոդները, փողը սրան լավություն արեցինք, սա մեր մարդն է, սա անելու է այն ինչ որ մեզ է պետք, այն օրենքներն անցկացնելու, այն որոշումներն ընդունելու, որոնք մեզ պետք են։ Եվ շատ հետաքրքիր է, որ Կոզիմո Մեդիչիից հետո, երբ բոլորին թվում էր, որ Ֆլորենցիան ծաղկող քաղաք է, զարգանում է եւ այլն, Նիկոլո Մաքիավելին տեսնում է, որ գնում է դեպի անկում եւ ինքը ճիշտ հայտնվեց, ինքը ճիշտ ժամանակին տեսավ, վերջի սկիզբն է, որ սա այո, հանրապետության սկիզբն է եւ փաստորեն փաստացի ոչ թե հանրապետություն է, այլ բռնակալություն։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև Մաքիավելին 9 տարեկանում երեխա էր տեսավ պացիների դավադրությունը եւ ինչպես դաժան հետո իրենց պատժեցին, մերկ դիակները կախված էին քաղաքում, 9 տարեկան երեխան տեսնում է դա։ Հետո վթարում են մեդիչիներին Ֆլորենցիայից եւ ժամանակավոր իշխանությունը հասնում է վանականին Սավանարոլային, որը փորձում է կրոնական արժեքների, հա, քրիստոնեական արժեքների վրա ստեղծել
պետություն եւ դա էլ է ձախողվում, որովհետեւ Սավանարոլան ուժային բաղադրիչ չունի եւ շատ արագ կորցնում է նույնիսկ նրանց, ովքեր որ սկզբից իր ջաթագովներն էին։ Դա էլ է տեսնում, բայց 1498 թվականից փաստորեն ինքը, երբ որ նորից հանրապետություն է ձևավորվում Ֆլորենցիայում, մեդիչիները չկան, ինքը սկսում է ծառայել հանրապետությանը։ Հիմա հանրապետություն է, այո, հանրապետություն է, ինքը քարտուղարներ, ուրեմն սինյորիայում եւ զբաղվում էր դիվանագիտական առաքելություններով, երբ որ շատ ծանր խնդիրներ էր, իրան ուղարկում էին տարբեր երկրներ, որտեղ ինքը պետքա ոչ թե բանակցեր, այլ հասցներ Ֆլորենցիայի դիրքորոշումը տարբեր իշխաններին, նաև Ռոմի պապին։ Դա նշանակում է, որ ինքը մեծ փորձ ունեցավ, բայց նաև տեսավ, որ այն հանրապետությունը, որը գլխավորում էր Պիերո Սադերինին, նաև թույլ էր։ Ինչի՞ որ թույլ, որովհետև չէր կարողանում պաշտպանվել դրսի ճնշումներից, այդ դրսի ճնշումները անգամ հզոր էին, գերմանացիներին արդեն ասացի, նաև Իսպանիան, որը որ հայտնաբերելով ոսկին եւ նոր գաղութներով ձևակերպելով Լատինական Ամերիկայում նոր աղբյուր էր ստացել հարստացման, ուժեղանում էր, շատ էր ուժեղանում։ Իսկ փոքր իտալական քաղաքպետությունները միայնակ չէին կարողանալու դիմադրել։ Մակիավելին այդ մասին նշում է, նա ասում էր, չէ, որ եթե չունես ուժեղ բանակ, անկախություն չունես։ Այո, նա խոսում է, մենք հիմա եթե նայենք տիրակալը, նա առաջերտին խոսում է նրա մասին, որ միջև նույնիսկ հանրապետությունը ստեղծելը պետք է լինեն հիմնադիրներ։ Տիրակալը դա հիմնադիրն է։ Այդ հիմնադիրը ուրեմն ինքը պետք է ստեղծի պայմաններ եւ հիմնադիրը պետք է ունենա ոնց որ լինի զինված մարգարե եւ օրինակներ է բերում Մովսեսին, Թեսեսին եւ Ռոմուլուսը եւ Կյուրոսին, որոնք բոլորը փաստորեն որպես հիմնադիրներ, հա, ստեղծեցին պայմաններ, որից հետո նոր կարելի է անցնել հանրապետությանը։ Դու չես կարող հանրապետությունը հենց ամիջապես ձևակերպել։ Ընդ որում նա թույլ էր տալիս, որ այդ հիմնադիրները բռնություն գործեն։ Մովսեսը աստվածային օրենքի ուժով եւ այսպես պետք է լինեին վստահ, վճռական, ունենային տեսլական եւ նա թույլ էր տալի բռնությունը որոշակի, այսինքն այդ սկզբի համար։ Հա, ուրեմն երկու շատ կարևոր գաղափար է ներկայացնում Նիկոլո Մակիավելին։ Դա առաջինը ֆորտունան է, այսինքն ֆորտունան որպես բախտ, որպես հնարավորություն, հա, գետի նման հոսում է եւ այսօր կա այդ հնարավորությունը, վաղը կարող է այդ հնարավորությունը չլինի, հա։ Եվ երկրորդը դա վիրտուն է, քաջարություն, հա, առաքինություն, բայց իր համար շատ կարևոր է, որ եթե կա նպատակ, բոլոր գործունեությունները էնտուզիազմով ուղղված լինեն այդ նպատակին։ Եվ ամենակարևոր նպատակն է հիմնադիրների համար, տիրակալի համար, որին ինքը տարբերում է հանրապետությունից, տիրակալի համար շատ կարևոր է, որ ինքը գա հասնի այդ նպատակին, որ պետությունը ստեղծվի սկզբից, եւ այդ պետությունը ստեղծելու համար սկզբից իրեն պետք է, որ ինքը ունի անսահմանափակ իշխանություն եւ պետք է լինի զինված մարգարե պետք է լինի, ինչպեսին էր Մովսեսը եւ պարզ աստեղ որ բռնությունը վերադառնալով նորից ծիլի գաղափարին, որ բռնությունը ով կարող է կիրառել։ Վերագրում են Մակիավելին այնպիսի բառեր, այնպիսի բաներ, որոնք ինքը երբևիցե չի ասել։ Ինքը չի ասել, որ միշտ մարդը պետքա արդարացնի նպատակով միջոցները։ Դա այդպես չի, իհարկե, ինքը խոսում է շատ կարևոր մի բանի մասին, հիմնադիր տիրակալի մասին։ Այ երբ որ ինքը կհասնի արդեն իր հաջողությանը, այդ հիմքերը, որը ինքը կդնի, այդ հիմքերի վրա նոր պոպոլոն, եւ դա ամբողջ բնակչություն չի եւս մեկ անգամ, ինքը ժողովրդավար չէր, կստեղծի հանրապետություն։ Եվ հանրապետությունը պարզա, որ ավելի կայուն է լինելու, ավելի մեծ հնարավորություններ է տալու զարգանալու համար, քան բռնակալությունը։ Ինքը իր փորձից ելնելով, դիվանագիտական փորձից ելնելով, ուզում էր ուղղակի տեսնել, թե ինչ է տեղի ունենում, ինչպիսի ուրեմն իշխանություններ կան Եվրոպայում, ինչպես են կառավարվում եւ այլն, որպեսի խորհուրդ տար Լորենցո հիանալի աղբոր
թորանը, այդ այլ Լորենցո Մեդիչի, ինչու ոչ թե նրա համար որ ինքը աշխատանք էր ուզում ստանալ, կորցրել էր, երբ որ Մեդիչիները 12 թվին վերադարձան եւ հանրապետությունը արդեն կործանվեց, իրան մեղադրեցին դավադրության մեջ, բանտում ինչ որ ժամանակ անցկացրեց, բայց միևնույնն է ինքը գրում է այդ գիրքը, ինչու է գրում, որովհետեւ ինքը նայում է տեսնում է որ հանրապետությունը հնարավոր չի, բայց տեսնում է որ նույնիսկ պետությունը կարող են այս բանին կորցնել։ Ուրեմն պետք է ինքը հորդորով դիմի իշխող Մեդիչիներին եւ Մեդիչիները այդ բայից շատ են ուժեղանում, որովհետեւ ոչ միայն Ֆլորենցիայում է իշխում ընտանիքը, այլ նաեւ Ռոմի պապերը, երկու Ռոմի պապ Մեդիչիներ են լինելու։ Այսինքն ինքը տեսնում է ոչ միայն հնարավորություն, որ հիմնադրի աշխատանքները, տիրակալի աշխատանքները իրականացվեն, այլ նաև նայում ապագայում ինքը տեսնում է միավոր Իտալիա եւ շատ կարեւոր է հասկանալ վերջի ուրեմն գլուխը տիրակալի, որտեղ ինքը հորդորով է դիմում։ Այդ հորդորը ինքը ցիտում է Պետրարկին, որը Պետրարկն էլ Դանտեն ունեին այդ երազանքը, որ Իտալիան միավորվելու է։ Մի օր դիավոր ասպետը գալու է, որը որ բոլորին սիրելու է ավելի շատ, քան իրեն, եւ ստեղծվելու է այդ հանրապետությունը, բայց ամբողջ Իտալիան միավորված։ Ինչու միավորված, որովհետեւ առանձին պետությունները չեն կարողանում, քաղաքպետությունները թույլ են չեն կարողանում դիմակայել, այդ դրսի ճնշումներին։ Մեկ, երկրորդը շատ կարեւոր գաղափար է, որը որ ստացավ զարգացումը արդեն 18-րդ դարվա վերջից եվրոպական պետությունների, ազգային պետությունների ստեղծման ժամանակ, դա դու պետք է ունենաս քո սեփական բանակը։ Դու չես կարող հույսերը դնես վարձկանների վրա, դու չես կարող հույսերը դնես այլ պետությունների թագավորների վրա։ Այսօր իրանք աջակցում են քեզ, վաղը կարող է չաջակցեն։ Վաղը կարող է իրենց շահերը փոխվեն եւ իրանք դառնան քո թշնամին։ Շատ հետաքրքիր է, որ ինքը այդպես իր փորձից ելնելով նաև գրում է դրա մասին, եւ իհարկե երբ որ ինքը որպես հաջողակ ուրեմն հիմնադիրներ նաև իր ժամանակվա հատվածի գրում է Չեզարե Բորջիայի մասին կամ իսպանական թագավոր Արագոնի թագավոր Ֆերդինանդի մասին, բոլորի մոտ տպավորություն է ստեղծում, որ ինքը հենց բռնակալներին է ոնց որ պատկերացնում որպես հաջողակ առաջնորդներ։ Ոչ, մենք պետք է առանձնացնենք ուրեմն իր պատկերացրած հիմնադիրը ստեղծում է պայմաններ, որ հետո նոր հանրապետություն ձևավորվի։ Ինքը շատ լավ հասկանում էր, որ ներսում կա նաև պայքար, մի կողմից plebs-ն է, որը որ մեծամասնությունն է քաղաքի, երկրորդը կա ազնվականները եւ խոշոր հողատերները, եւ միայն հետո գալիս է բուրժուազիան։ Պարոն Մարտիրոսյան, դուք մի շատ հետաքրքիր շեշտադրում կատարեցիք, որի մասին կարծում քչերն են մեզանում մտածել, որ երբ որ ամենազոր զինված մարգարեն, որը իրավունք ունի նաև բռնություն կիրառել իր վեհ նպատակին հասնելու համար, ինչպիսին է պետության ձևավորումը, հիմնադրումը ձևավորեց, հիմնադրեց, ավարտեց, դրանից հետո անցում է կատարվում պետության կառավարման հանրապետական մոդելին, որը իրենում նաև ենթադրում է, որ պետության ղեկավարը, այսինքն իշխանությունը պետությունում փոխանցվում է ոչ թե ժառանգաբար, այլ ընտրության միջոցով, ընդ որում հստակեցում կատարեմ, երբ որ ես ասում եմ ընտրություն, նկատի չունեմ համապետական ընտրություն, որին պետք է մասնակցեն բոլոր քաղաքացիները, անկախ նրանց ունեցվածքի ցենզից, անկախ նրանց կրթական ցենզից, բոլորը պետք է մասնակցեն, բայց ինչ որ մի ձևի, թեկուզ լինի էլիտաների մեջ, լինի փոքր թվով մարդկանց, բայց իշխանությունը փոխանցվում է ընտրության միջոցով։ Խնդրեմ սրա եւ մյուս ասպեկտների վերաբերյալ ձեր դիտարկումները։ Հենց դրանում է տիրակալը, հիմնադիր տիրակալը, որը որ նոր տիրակալը, նովե պրինցիպը, ինչպես ինքը գրում է, այդ նոր տիրակալը պետք է արդեն ունենա նպատակ, որ այդ անցումային պահը գալու է, որ ինքը հավերժ չի լինելու տիրակալը, կամ միգուցե լինելու է, բայց այդ իր ուրեմն իշխանությունը ավարտվելու է իր մայից հետո անցնելու են նոր ինչ-որ կառավարման մեթոդին, որը որ հանրապետությունն է։ Ինքը իր ժամանակ տեսնում էր ինչ կամով, երբ որ ինքը օգտագործում է իմջալոց կոռուպցիա բառը, ինքը առաջերտին նկատի ունի քաղաքական կոռուպցիան, որ Մեդիչիները անգամ հզոր են, որ բոլոր հարցերը փաստորեն որպես օլիգարխներ ժամանակվա, կարողանում են իրենց շահերը
առաջ տանելու համար, իրենց շահերը բավարարելու համար բոլոր որոշումները ընդունվեն այնպես, ինչպես իրենց է պետք։ Եվ սա է, որ Իրան մտահոգում էր, որ այդ իրականությունը, երբ որ մենք խոսում ենք իր մասին որպես ռեալիստ, մենք պետք է հասկանանք, որ ինքը sui generis, այսինքն շատ հատուկ ինչ-որ ռեալիստ էր։ Մի կողմից ինքը տեսնում է ինչա տեղի ունենում, բայց ինքը ունի նաև այդ տեսլականը։ Ինքը հասկանում է, որ այսպես եթե շարունակվի, Իտալիան մնալու է նույն վիճակում, որում գտնվում էին հին հույները Աթենքում միջև Տեսեոս, կամ պարսիկները միջև Կյուրիոս, կամ հեբրայները միջև Մովսես եւ այլն։ Այսինքն դու չես կարող ստանալ այդ ազատությունը, եթե չունես այդ անցումային պահը, տիրակալ, որը որ այնքան իմաստուն է, որ հասկանում է, որ սա տանելու է պետության կորուստին ի վերջո, եւ պետք է լինի այդ անցումային պահը։ Սա շատ կարեւոր եւ հետաքրքիր թեմա է, որովհետեւ արդիական տեսությունները ինչպես անցնել բռնապետությունից կամ տոտալիտար համակարգից դեպի ժողովրդավարություն, խոսում է ժողովրդավարության մասին, ոչ թե հանրապետության, իսկ Մակիավելին խոսում էր նա մասին, որ սկզբից պետքա ժամանակ, սկզբից պետք է լինի այդ տիրակալը, որը պայմանները կստեղծի։ Դու չես կարող ունենալ ակտիվ քաղաքացիական մասնակցություն, եթե դու չունես հանրային շահ որպես արժեք, երբ որ քո արժե համակարգում այդպիսի արժեք չկա նույնիսկ։ Դու չես կարող նաև ունենալ օրենքի ուրեմն գերակայություն կամ իրավունքի գերակայություն, եթե դու չունես ուրեմն բնակչություն, որը որ հասկանում է թե դա ինչ է, ինչու է դա կարևոր։ Եթե դու ունես բնակչություն, որը որ միայն իր շահերով է առնչվում եւ ինքը դրա մասին գրում է։ Այո։ Եթե դու ունես նյութապաշտությունը, որը որ նույնիսկ ժամանակին Նժդեն շատ կարևոր բաներ ունի դրա մասին ասել, երբ որ դու դնում ես միայն նյութապաշտությունը եւ քո անձնական շահերը գերադասում են բոլոր այլ կարևոր շահերին, նաեւ հանրային շահը, դու չես կարող ունենալ հանրապետություն։ Սա է շատ կարևոր միտքը, որ Մակիավելին առաջ է տանում։ 1991 թվականին երրորդ հանրապետություն հռչակվեց, բայց կարծես մենք անցանք բոլոր այդ ցիկլերով՝ օլիգարխատ, ձևական ֆասադ, իշխանությունների տարանջատում, նույնիսկ համընդհանուր ընտրական իրավունք, բայց հանրապետության այդ իրական 5 հատկանիշները այդպես էլ կարծես մեզանում չձևավորվեցին մինչ այսօր, թեև 2018 թվականին նույնպես մեծ իրադարձություններ տեղի ունեցան, բայց նորից ըստ էության ոչինչ չփոխվեց, ինչու ձեր կարծիքով։ Որովհետև նորից վերադառնալով Մակիավելին, նա ասում էր, որ շատ կարևոր է, որ այդ տիրակալը պետք է իր ժամանակը հատկացված իրեն ժամանակը եւ ֆորտունայով այդ հնարավորությունը օգտագործի նրա համար, որ քաղաքացիներին բնակչությանը պատրաստելը նշանակում էր, որ իրենց արժեհամակարգում պետք է այնպիսի փոփոխություններ տեղի ունենան, որ իրենք կարողանան այդ անցումը իրականացնեն արդեն տիրակալից հետո, դա մեկ, ես չեմ կարծում, որ մենք 91 թվին ունեինք բնակչություն, որը որ ուներ հանրային շահի, այսինքն բնազդային կար այդ պահը, որովհետև անմիջապես հայտնվեցինք պատերազմական վիճակում, եւ պատերազմը ոնց որ ստիպում է, որ դու հանրայինը գերադասես, չնայած այդքան էլ հեշտ չէր։ Բայց հենց որ 94-ին մենք մտանք ավելի խաղաղ ինչ որ այդպիսի բաների մասին ոնց որ մոռացա։ Նույնիսկ ավելին ասեմ, Մակիավելին խոսում է նրա մասին, ինչպես պետքա տիրակալը դաստիարակի այդ արժե համակարգը։ Իսկ մեզ մոտ 91 թվից ասին, որ դպրոցը չպետք է դաստիարակի։ Բայց եթե դպրոցը չպետք է դաստիարակի, ով պետք է դաստիարակի։ Ընտանիքը։ Իսկ ընտանիքը ինչ պետք է դաստիարակի։ Ընտանիքը դաստիարակում է ինչպես գոյատևես, ինչպես դու ինքդ հաջողության հասնես։ Այսինքն ոչ թե հանրայինն է ձևավորվում, այլ ձևավորվում է անձնական գոյատևման էլի այդ ամենը։ Այդ մեկ, երկրորդը, գիտեք, հայտարարություններ անել, գեղեցիկ բառեր ասել հանրապետության հրապարակում, բայց չհասկանալ, որ սա դեր հանրապետություն չի։ Եվ առաջերտին պետք է այն ինստիտուտները ձևավորվեն, բայց ինստիտուտները ձևավորվելուց մենք դրա մասին արդեն խոսել ենք, շատ կարևոր է, որ այդ ինստիտուտներում գործեն մարդիկ, որոնք կրում են արժեքները։
Եթե դու միայն ինստիտուտ ես ձևավորում, հա, ոնց որ թղթի վրա կա այդ ինստիտուտը, բայց նա չի գործում ըստ արժեքների, դա ավելի վատ է նույնիսկ, որովհետև կեղծ է, եւ բոլորը տեսնում են, որ դա կեղծ է։ Չի աշխատում ամբողջ համակարգը եւ 7 տարի է խոստումներ տվածից ոչ մի բան չի կատարվել, հայո կարեն ասեն, որ Մակիավելին ասում էր, որ տիրակալը կարա նաեւ խոստումները խախտի եւ այլն, պետք չի խառնել այս երկու բանը։ Տիրակալը հիմնադիրն է, նա պայքարում է, սա այնպիսի պայքար է այդ պետություն ստեղծելու, թե դրսի ուրեմն օտար երկրների դեմ, թե ներսում խմբերի դեմ, որոնք որ դեմ են, որ պահանջում է, որ ինքը լինի ոնց որ սովորական էթիկայից դուրս նույնիսկ քայլերի դիմի։ Եվ ինքը օրինակներով բերում է, որ դա եղել է, դա տեղի է ունեցել։ Ահա, եթե շատ հեռու չգնանք, Օտտո ֆոն Բիսմարկը ուրեմն իր հուշերում ամենասկզբից գրում է նրա մասին, որ իմ պատճառով զոհվեց 50,000 գերմանացի։ Բայց ստեղծվեց միավորված Գերմանիան։ Հիմա իհարկե ստեղ կարելի է տանել շատ հեռու, այդ դեպքում Ստալինը, այդ դեպքում մնացածը, հա, ինքը ունի նպատակ, այդ նպատակի համար զոհաբերություններ անում եւ շատ հիմնավորված է դա ոնց որ։ Ոչ, ըստ Մակիավելի ոչ, որովհետեւ նպատակն է, ելի ասում, հանրապետություն։ Խորհրդային տարիներից սկսած մենք օգտագործում ենք այդ բառը հանրապետություն։ Բայց արդյոք հանրապետություն եղել ենք։ Երևի կարճ շատ առաջի հանրապետությունն է, փորձ էր ստեղծել հանրապետություն, բայց լիակատար այդ 5 ուրեմն պահանջարկներին չէր համապատասխանում չափանիշներին։ Խորհրդային հանրապետությունը դա պարզավոր իրականում հանրապետություն չէր, հա, որովհետև մի կուսակցության կողմից կառավարվել էր։ Գալիս ենք 91 թիվ, ավելի ճիշտ է մեզ համար հասկանալ 94 թվին։ Էդ է կետը բիֆուրկացիայի այդտեղ հնարավորություններ, ֆորտունաներ, որը որ իմ կարծիքով մենք բաց թողեցինք։ Մենք ունենք այդ հնարավորությունը, սկզբից ուրեմն ոչ թե տեսական, ձևական ինստիտուտներ ստեղծել ժողովրդավարական, այլ մտածել ինչպես պետք է ժամանակը օգտագործվի, որպեսզի սկզբից հանրապետություն լինի։ Որ Բենջամին Ֆրանկլինի ասած, այդ հանրապետությունը, եթե չկա հանրապետություն, դու չես կարող նաև ժողովրդավարություն ունենալ։ Դե այո, ստացվում է, որ եթե շատ հեռու չգնանք, սովետական միությունից մենք ստացանք մի արժեքով հասարակություն, որտեղ պետք է գողանային, եթե դու չէիր գողանում, ուրեմն դու միամիտ էիր, պետությունից պետք է գողանային, պետությունը թշնամի էր եւ 91 թիվ թեվակողեցինք այդ մտայնությամբ, դրա համար հետո գիշատչական ավիրումը տեղի ունեցավ ազգային բարիքի, որը որ այդ արդյունաբերական ձեռնարկությունների հոշոտումն էր եւ 94 թվին էլ փոխանակը առաջնորդները ձևավորեին ազգային տեսլական ազգային գաղափարախոսություն, վերկացան Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ տվեք չհամաձայնվել նրա հետ, որ ասեց, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է եւ փաստացի ինչ էր ասում, որ մենք պետք է դառնանք մանր կրպակավաճառների, չարչիների մի հասարակարգ, որը որ եւ փաստորեն այդ մի հարցում ցավոք հաջողեցին եւ նա եւ նրա ուրեմն քաղաքական հոգեզավակը, որ այսօր իշխում է Մակիավելի ադաշը, այսպես ասենք։ Եվ ինչ եք կարծում, հիմա փաստորեն մենք բաց թողեցինք դաստիարակելու ճիշտ հասարակություն, ճիշտ արժեքներով, որի գերագույն արժեքը հանրային բարիքներ, հանրային բարիք գերադասող հասարակություն չդաստիարակեցինք։ Կարող ենք ասել, որ այդ առումով եւս մեր 30 տարիները կորսված են։ Բայց այստեղ նույնպես եթե հետ գանք Նիկոլոյին, ապա նա ճգնաժամը դիտում էր որպես հնարավորություն բարեփոխվելու, վերափոխվելու հնարավորություն եւ նրա հանրապետության վերաբերող 5 սկզբունքների մեջ 5-րդը կարծեմ հենց դա էր, որ եւ նա հին հռոմեական հանրապետության օրինակներն է բերում, որ ճգնաժամային պահերին ուրեմն նրանք ընդունում էին հատուկ օրենքներ, օրինակ պատրիկներին արգելում էին ճոխություն շռայլություններ անել հագուստի մեջ, ճարտարապետության մեջ, նույնիսկ խնջույքներն էին սահմանափակում եւ կարող էին ժամանակավոր դիկտատոր նշանակել, որը որ ամեն ինչ կգցեր իր տեղը, եթե այսպես ասենք։ Այսինքն մենք հիմա գտնվում ենք խորը ճգնաժամում եւ գաղափարական եւ բարոյական
բոլոր առումներով, այդ ձեր կարծիքով նաև Նիկոլո Մաքիավելի իմաստությունը օգտագործելով որ ուղղություններով մեր ընտրանին պետք է աշխատի հայկական, որպեսզի մենք այդ ճգնաժամը դիտենք որպես հնարավորություն եւ բարեփոխվենք, որտեղ այդ բարեփոխման հնարավորությունը ինստիտուտների բարեփոխումը պայմանավորում է հանրապետության հարատևությունը։ Այո, մենք չունենք հանրապետություն, բայց եթե մենք հիմա չսկսենք այդ բարեփոխման աշխատանքները կամ ակունքներին վերադառնալու աշխատանքները, որի մասին խոսում էր Նիկոլոն, ապա մենք ընդհանրապես կարող է վերանանք աշխարհի քաղաքական քարտեզից, կընտրեմ։ Դե մենք խոսեցինք արդեն դրա մասին, որ առաջնահերթ խնդիրն է արժե համակարգը համապատասխանացնել այն չափանիշներին, որը կա հանրապետությունը մեր առջև է դնում։ Չենք համապատասխանում, չենք կարող խոսել լիակատար հանրապետության մասին։ Իհարկե Մաքիավելին ժամանակին չէր խոսում ուրեմն իշխանությունների տարանջատման մասին հենց այնպես ինչպես արդեն մի 3 դար հետո Շարլ Մոնտեսկյոն, բայց ինքը խոսում էր նա մասին, որ պետք է լինի բալանսավորված հանրապետություն, այսինքն էլի հողումներ անելով Աթենքին, Սպարտային, ասում էր, որ միայն ժողովրդավարությունը կարողա չլինի ճիշտ պատասխանը։ Պետք է լինի համ տար միապետության, համ տար ազնվականության, այսինքն մերիտոկրասիան, որովհետև իրանք են, որ ավելի պատրաստ են, իրանք են, որ ավելի կրթված են, եւ նաեւ ժողովրդավարության, բայց այդ երեքը պետք է բալանսավորված լինեն։ Ինչպեսին պետք է լինի այդ անցումային փուլը, ինչ նպատակներ պետքա դնի նուովը պրինչիպեն իր առջև, որպեսզի մենք ասենք, որ այո, մենք պատրաստ ենք անցնել իսկական, իրական հանրապետական կառավարման։ Իհարկե դա երկար ժամանակ է պահանջելու, բայց եթե ոչ մի բան չարվի այսօր, եթե մենք չկարողանանք նոր սերունդները դաստիարակել այդ արժեքներով, ուրեմն մոռացեք դրա մասին։ Մենք մնալու ենք կիսա բռնապետ ինչ որ տարածք, որտեղ ինչ որ անհասկանալի sense ինչ որ պետություն է, այո, շատ կարևոր բառեր ասվելու են, ինչպես ասվում են այսօր, բայց այդ բառերի տակ չկա գործունեություն, չկա այն ինչի մասին, երբ որ վիրտուի մասին խոսում էր Մաքիավելին, չկա այդ նպատակված գործունեությունը, հա, նպատակված գործունեությունն է պետք է եւ վճռական, այո, տեսլական ունեցող առաջնորդը։ Իսկ ինքը հասկանում էր, որ ճգնաժամային պահերին ունի դրա մասին գրված շատ հետաքրքիր, որ ինքը ծաղրի ենթարկում Ֆլորենցիայի այն խավերը, որոնք որ ասում են, այ միայն թե խուսափենք հիմա բանից վտանգից, պատերազմից, որովհետև բանը ավելի լավ է գումարով ֆրանսիական թագավորին տանք վերջում կործանվեցին։ Այո։ Եվ ինքը ասում էր, սկզբից փողն ենք տալու, հետո մեր կյանքն ենք տալու։ Եթե չկարողանանք ձևակերպել մեր, դե ինքը աշխարհազորի մասին էր խոսում։ Ու տեսեք ինչ հետարքիր տեղի ունեցավ։ Երբ որ Իրանի վերջո նորից հրավիրեցին, երբ որ ինքը սկսեց խորհուրդներ տալ, ինքը շատ հետարքիր մի գիրք ունի ռազմական արվեստի մասին, որի մասին շատերը մոռանում են։ Ինքը ասում էր աշխարհազոր պետք է ասել, բայց տեսնում էր ինչքան դժվար է այդ աշխարհազորը ստեղծել, որովհետև արժեքները երբ որ չկան, դու ինչքան ուզում ես կոչի դա աշխարհազոր, ինքը աշխարհազոր չի, որովհետև մարդիկ չեն ապրում այդ գաղափարով, հա, այդ մտքով, որ իրանք հողը պետք է պատրաստեն։ Մաքիավելին մահացավ 3 տարի հետո, Միքելանջելոն եւ այլ մարդիկ զբաղվում էին ուրեմն ինչպես քաղաքը պատրաստել, որովհետեւ ֆրանսիացիք արդեն մոտ են, ֆրանսիացիք պետք է պաշարեն քաղաքը, ուրեմն ֆորտիֆիկացիաները, այո, Միքելանջելոն էր զբաղվում այդ հարցով, բայց 3 տարի ուշացումով։ Իրանք 3 տարի ուշացան, երբ որ Մաքիավելին հորդորում էր Մեդիչի պապին, հա, Ռոմում, որ այս հարցերով է պետք զբաղվել, որ մեզ պետքա բանակ ստեղծվի, որ պետք է միավորվենք, գոնե 5 քաղաքով միավորվենք, ինչ էր տեղի ունենում, Ֆլորենցիայում կառնավալ էր։ Դե երբ որ Մեհմեդ II-ը գրողում էր Կոնստանտինոպոլիսը, կայսրը հարուստներին ասում էր բերեք ձեր ոսկին, որպեսզի գոնե վարձկաններ բերենք, չէին բերում։ Հետո մտան քաղաք, սրանք ոսկին բերեցին, կայսրն էլ ասեց, այդ ոսկին տարեք։ Դրա մասին ունի նաև Մաքիավելին իր
տեքստերում, որ դու չես կարող, եթե հույսը չես դնում դու ինքդ քո վրա, մի սպասի, որ դրսի ինչ-որ օտար խաղացողներ կամ վարձկաններ նմանավանդ կարողանալու են լուծել քո Նժդեհներ ունի դրա մասին եւ ասում է, որ երբևէ ոսկե քսակ հայը չբռնեց ոսկե գրիչ հայի ձեռքը։ Եվ այստեղ ամփոփելով դուք ինձ մի միտքի հուշեցիք, նույնպես Նիկոլոյին հիշելով, որ փաստորեն նա ինչ էր ասում, որ այդ ճգնաժամերի ժամանակ, որպիսի տեղի ունենա ռեստարտը, անհրաժեշտ է, որպիսի շեշտակի հրաժարվեն նախկին կոռումպացված համակարգից։ Շեշտակի ուղղակի հրաժարվեն։ Մի բան, որը կարծում եմ 2018 թվականին մենք ունեինք ֆորտունան դա տեսնելու, որտեղ կար անտեսանելի հասարակական կոնսոլիդացիա, բայց նույնպես բաց թողնված ֆորտունայի օրինակներից է եւ նաեւ իշխանությունների տարանջատումը, մեր արժեքներում, երբ որ անձնական հարաբերությունները շատ կարեւոր են, անձնական նվիրվածությունը եւ պաշտոնների գալիս են մարդիկ ոչ թե իրենց մերիտոյի, այսինքն իրենց կարողության շնորհիվ, այլ անձնական նվիրվածության, ծառայելու ունակության եւ իր առաջնորդին չդավաճանելու ունակության շնորհիվ, փաստորեն մի կողմից դա լավ է իշխող համակարգի համար, բայց դա վատ է հանրության համար, որովհետեւ եթե դու չունես անկախ մտածող, անկախ պաշտոնյաներ, հատկապես իշխանության տարբեր ճյուղերում, դու չես կարող ունենալ զարգացում, այնպես չէ։ Ինչ եք կարծում։ Իհարկե դա շատ վտանգավոր է, դրա մասին էլ շատ էր գրում, նմանավանդ երբ որ նամակներն ես ընթերցում Մակիավելի, դա ակնհայտ է, որ ինքը տեսնում է, որ նեպոտիզմը բերում է նաև քաղաքական կոռուպցիայի եւ Ֆլորենցիայի անկումը մեծ հաշվով արդեն կանխորոշված էր, երբ որ մեդիչիները սկսեցին այդ պրակտիկաները իրականացնել, հա։ Մենք հիմա հայտնվել ենք նույն վիճակում, որում գտնվում էր փաստորեն Ֆլորենցիան այն ժամանակները, բայց կար մի մարդ, որը ուներ տեսլական, եւ դա է, որ իրան տարբերում է, հա, զուտ ռեալիստական բառից, հա, ինքը նայում է, տեսնում է ինչ կա, ինքը սովորում է պատմությունից, դասերա քաղում Ռոմի պատմությունից, այլ պատմություններից, բայց բերում է կուտակում է այդ գիտելիքը, համատում է իր փորձի հետ, իր հասկացած բանից, տեսնում է ինչ է տեղի ունենում իր շուրջ եւ ասում է, որ այստեղից պետք է մենք դուրս գանք։ Շատերը ասում են փրկիչի առասպել է ներկայացնում, հա, փրկիչի առասպել, բայց ինձ թվում է, որ սա շատ ավելի կոնկրետ ծրագիր էր նույնիսկ, հա, հենց այդ պատճառով թե Ժան-Ժակ Ռուսոն արդեն մի քիչ ավելի ուշ, թե Հեգելը, թե Ֆիխտեն, որոնք տեսան ինչ կարևոր միտք է պարունակում ուրեմն Մակիավելի տիրակալը եւ իր այլ գրառումները։ Հիմա վերադառնալով մեր իրավիճակին, իհարկե շատերը կարող են ասել դե արդեն ամեն ինչ կորցված է, մենք ունենք ուրեմն վարչապետ, որը խոսում է, որ բնակչությանը կրթել է պետք, բայց նույն վարչապետը ասում է, որ մենք տգետ ենք։ Ու ես չեմ կարող հասկանալ, այսինքն ոնց դու կարող ես լինել այդ Մակիավելի տիրակալը, եթե դու ինքդ չես կարող կրթել, դու ինքդ ասում ես, որ մենք տգետ ենք։ 7 տարի չկարողացանք այդ ամենը։ Դա 7 տարի նույն դասարանում ենք մնացել, բայց դա ալեգորիաներ են, այսպես ասած ուզում է ցույց տա իր խիզախությունը, որ ինքը ինքնակննադատ է եւ ինքն իրեն ասում տգետ, որպեսզի մյուսները իր կառավարության անդամները չվիրավորվեն։ Հա, միգուցե, բայց դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ երբ որ ասում են պետքա կրթել, պետք է նաև հասկանալ ինչը պետքա կրթվի։ Ինքը հիմա 7 տարի անց ասում է, որ մենք ունենք գաղափարախոսություն, նոր գաղափարախոսությունն է, եւ ստեղ ինչու՞մն է ամենակարևոր թերությունը այդ գաղափարախոսության, որ ինքը կենտրոնում դրել է լավ ապրելը։ Ես փաստորեն ցիտում եմ իրեն, մի քանի հանդիպում իր հետ տեսել եմ Սփյուռքում, որտեղ ինքը ասում է, մենք պետքա պետությունը պետքա ծառայի նրան, որ մարդը լավ ապրի։ Բայց Մակիավելին էլ հակառակն էր ապացուցում, նա Ֆլորենցիայի օրինակով եւ Հին Հռոմի ցույց տվեց, որ երբ որ դու դնում ես քո կենսագործունեության հիմքում անձնական շահը, լավ ապրելը, անձնական հարստացումը,
հանրային բարիքը տուժում է, հենց որ հանրային բարիքի գիտակցումը տուժում է, դու կորցնում ես հանրապետությունը։ Նախ եւ ետ, երկրորդը, երբ որ հարց ենք տալիս ինչպես դա պետք է լինի, սկսվում է ամեն ինչ առաջնորդից։ Առաջնորդը պետք է ցույց տա, որ ինքը համապատասխանում է, ինքը ապրում է այդ նույն արժեքներով, որ օրենքը հոսքերեն բոլորը հավասար են օրենքի առջև։ Կարանք այդպես բան ասենք մեկ հիմա։ Ոչ, Հայաստանում չկա այդպիսի բան։ Եվ ինքը պետք է ցույց տա իր օրինակով, այլապես գիտեք կարելի է ասել կրթելը միայն գիրք կարդալով չի։ Միայն նույնիսկ գիրքը հասկանալով չի։ Կրթելը նշանակում է, որ դու ստեղծում ես եւ պաշտպանում ես ինչ-որ շատ կարեւոր արժեքներ, եւ այդ արժեքները զրո են, եթե մարդը չի ապրում այդ արժեքներով։ Այո, եւ 7 տարվա մասին խոսելիս փաստացի Նիկոլը ի հակադրություն Նիկոլոյի ինքնախոստովանեց, որ մենք եւս 7 տարի եւս կորցրեցինք իր առաջնորդության, որովհետեւ 18 թվին ասում էր իզմեր չկան, հետո ասում էին ով է ձեզ համար երանելի առաջնորդ, ասում էր Նելսոն Մանդելան, հիշում եք, շատ զարմանալի Նելսոն Մանդելան եւ Գանձին։ Հիմա պարզվեց, որ ինչ որ իրական Հայաստանի գաղափարախոսություն կա, նոր կրթելը նորաձև է եւ պետությունն է։ Ցավոք սրտի եւ ուրեմն նրանք ընտանիքում պարզվեց, որ պատերազմի օրին նոր են իրենց համար հայտնագործել խորենացու ողբը, որը մենք ծնված օրվանից ուսումնասիրել ենք մեր ընտանիքներում, այսպես ասած։ Այսինքն փաստորեն մենք մեր օրինակով տեսնում ենք, որ երբ որ առաջնորդը ինքը կիսաուսյալ է կամ չունի այդ տեսլականը ի սկզբանե թե ինչի է գալիս իշխանության, ինչ է ուզում, հայտնվում ենք այսպիսի կործանար եւ վերջում։ Եվ սա վերում է ինձ կարծես վերջին հարցին, ինչպես գտնենք այդ լուսավորյալ բռնապետին, առաջնորդին, մարգարեին, ինչպես գտնենք, որտեվ մեր մարդկային կապիտալը փաստորեն կոռումպացված է, եկեք ինքնախոստովանենք, բայց մենք կարիք ունենք լուսավորյալ առաջնորդի, որը հետագայում իհարկե նաև կհամաձայնվի այդ իշխանությունը փոխանցել, չպահել, չժառանգել, չկտակել, ինչ անենք։ Դե Մակիավելին հուսատաբար խապնվեց, հա, իրեն թվաց, որ լավ, հանրապետական չեն կարող լինել Մեդիչիները, պարզ է, բայց քանի որ իրանք են, նաև Ռոմի Պապն է Մեդիչի, որ իրանք կարող են օգտվել այս ֆորտունայից, այս պահից եւ անել այն, ինչ ինքը պատկերացնում էր։ Բայց դա տեղի չունեցավ եւ դա շատ կարեւոր հարց եք տալիս, իմ կարծիքով ոչ թե տիրակալում, այլ Ֆլորենցիայի պատմության մեջ եւ այլ նմանավարժ նամակներ Տիտոս Լիվիուսի առաջին 10 գրքերի շուրջ։ Այո, շատ ավելի կարևոր ինձ համար ուրեմն տեքստեր են։ Ինքը ունի մի շատ կարևոր միտք, որ պետք է ձևավորվի ուրեմն առաջնորդներ, որից պետք է առաջանա այդ հիմնադիրը, հա։ Հիմնադիրը չի գալիս, եթե դա իհարկե Աստծո կողմից ընտրվածը չէր, Մովսեսը, որի մասին ինքը ասում է, որ սա առանձին օրինակ է, հա, հասկանալով, որ Մովսեսը անում է այն, ինչ որ Աստվածն է իրեն ասում։ Պետք է ստեղծվի սկզբից մթնոլորտ, որտեղ որ դպրոցը հատուկ պետք է ձևակերպի առաջնորդների սերունդ, առաջնորդներ ձևավորվեն, որի մեջից պետք է ձևավորվի այդ մի առաջնորդը, հա, առաջնորդների առաջնորդը։ Եթե այդպիսի աշխատանք չարվի այսօր, մենք կարանք նստենք թախտին, սպասենք բախտին, եւ ֆորտունան միշտ մեզնից ուրեմն մենք նույնիսկ կարող է չտեսնենք հնարավորություններ, որը որ ստեղծում է։ Եվ սա խնդիր է, որովհետեւ մեզ մոտ հայկական այդ մոտեցումը կա, այ մեզ պետքա երրորդ ուժ, ձախողվեցին նախկինները, ձախողվել է նոր իշխանությունը, բայց մեզ պետք է երրորդ ուժ, եւ երրորդ ուժը ով էլ գալիս է, դժվարությունների առջև է կանգնում, հա, որովհետեւ չկա այդ վստահությունը, չկա եւ շատ այլ խնդիրներ կան դրա հետ կապված։ Իսկ ամենակարևորն է առաջնորդները, որ պետք է ձևավորվեն նոր սերունդի այդ առաջնորդները, իրանք պետք է բարձա ունենան այդ երազանքը, որը ուներ Մակիավելին, որովհետեւ Risorgimento-ն 350 տարի անց, հա,
1870 թվին կարծեմ Դե գրավեցին։ իրենք տոնում են մարտի 17-ին թագավորությունը, որը որ ստեղծվել էր առանց պապական տարածքների, հա, առանց Ռոմի, բայց 1870 թվին գրավեցին նաև Ռոմը եւ շատերը իտալացիների հիշեցին, չնայած Ջուզեպե Մաձինին ուներ իր չհամաձայնությունները, հա, բանի հետ, Մակիավելի հետ որոշ հարցերում, բայց իրենք ունեցան այդ երեք Ջուզեպեն շատ կարևոր է։ Զինվածը դա փաստորեն Գարիբալդի Ջուզեպեն էր, Վերդին Ջուզեպեն էր, որը որ արվեստով եւ դաստիարակչական այդ պահը շատ կարևոր է։ Մինչև այսօր իտալացիք նույնիսկ առաջարկներ կար, որ իրանց ազգային հիմնը փոխեն դառնա Վե Պենսիարեն, հա, Նաբուկոից, որտեղ որ այդ երկիր, որը որ գեղեցիկ երկիր, որը որ մենք կորցրել ենք, հա, այդ երկն է, չնայած Բաբելոնի պատմությունից է, բայց իրանց համար դա դարավ կարևոր։ Եվ իհարկե Ջուզեպե Մաձինին, որը որ գաղափարախոսն էր, հա, գաղափարները, մտքերը շատ կարևոր են։ Եվ դա բերեց նրան, որ այո, իրանք կարողացան, այո, 30 մենք չունենք 300 տարի սպասելու։ Մենք չենք կարողանա փոքր ազգ ենք այդ խնդիրները, որ մենք ունենք, մենք նույնիսկ Ֆլորենցիայի պես չենք, որ ունենանք հնարավորություն այլ քաղաք-պետությունների հետ կապնվենք, ստեղծենք այդ մեծ Իտալիան, որը ստեղծվեց, մեր վտանգները, խոչընդոտները ավելի մեծ են, բայց ես այդ հարցում լավատես եմ, որովհետև ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս ժամանակը դու կարճացնես, բայց կարճացնես եւ օգտագործես ինչի համար, օգտագործես, որ նոր սերունդը կարողանա ճշգրիտ ձևակերպում տա այդ տեսլականի, հա, որ մեզ պետք է հանրապետություն։ Ինչու է պետք հանրապետություն, որովհետև առանց ազգային հանրապետության մենք չենք կարողանալու պահպանել մեր ինքնությունը, ի վերջո դա ինքնության մասին էր։ Եվ Ռիսորջեմենտոն հասավ արդեն իր նպատակներին, ուզում եմ իմ խոսքը ավարտել Նոբելական մրցանակ բանաստեղծ իտալացի Կարդուչի բառերով, որը ասում էր Io sono Italia, grande una, ma educata Niccolo Machiavelli։ Այսինքն ինչ էր ասում էր ես Իտալիան եմ մեծ եւ միավորված եւ իմ ուսուցիչը Նիկոլո Մակիավելին է։ Այսինքն 19-րդ դարվա վերջում իրենք այն գաղափարները, որոնք Նիկոլո Մակիավելին գրում էր, այնց էլ մնաց շատերի կողմից չհասկացված գործիչ, հա, եւ նույնը շարունակում այդ պիտակավորումը Մակիավելյան ոչ, հա, Մակիավելյան շատ բացասական ինչ որ բան են դնում դրա մեջ, իսկ հիմնականում նա եղել է իր ժամանակվա երևի ամենաքաղաքական վերլուծության ամենաիմաստուն երևի գործիչներից։ Շնորհակալություն, դուք շատ մի հետարքիր բան նույնպես ասացիք, նոր ասացիք, որ չկա հասարակության մեջ չկա այդ վստահությունը, որի մասին մենք խոսենք մեր հաջորդ հաղորդման ժամանակ, ինչպես նաև փաստորեն լուծումներից մեկը, հիմնարար լուծումներից մեկը շատ արագ կազմակերպել առաջնորդության դպրոցներ, ինչպես ես եթե ձեզ ճիշտ հասկացա, որտեղ որ նոր առաջնորդները կդաստիարակվեն, կթրծվեն հանրային շահի, հանրային բարիքի գիտակցմամբ, այն ազգային արժեքների գիտակցմամբ, որի մասին մենք խոսել ենք մեր նախկին հաղորդումների ժամանակ, եւ այդ առաջնորդների սերունդը կձևավորի, որը որ կունենա Հայաստանի իրական բառը երևի պետք չէր ասեի, բայց հույս ունեմ կհասկանաք իսկական հանրապետության տեսլականը։ Շնորհակալություն, հարգելի բաժանորդներ, մեր հաջորդ հաղորդումը եւ ոդքասթը նվիրված կլինի հասարակական վստահության խնդրին, դրա պակասին, այդ պակասով պայմանավորված արհավիրքներին, որ պատել են մեզ, ինչպես նաև ինչ պետք է անենք, որպեսզի հասարակական վստահությունը Հայաստանում եւ հայերի շրջանում ընդհանրապես վերականգնվի։ Լավ եղեք։